Բարի լույս բոլորին, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV ուղիղ եթերում եւ մենք պայծառ ուրախ արևոտ տրամադրությամբ ողջունում ենք ձեզ այս առավոտ, տաղավարից ողջունում են Սուրենը եւ Ադրինեն։ Ողջույն Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, միացեք մեզ, այսօր շատ հետաքրքիր է լինելու, շատ հուսով եմ իսկապես այս 2 ժամը կմնաք մեզ հետ եւ հաճելի ժամանակ կանցկացնեք հենց մեզ հետ։ Այո, Ադրինեն իհարկե շատ ճիշտ ասաց, որովհետև այսօր փորձել ենք տոնին համահունչ ներկայացնել մեր ամբողջ եթերը, հենց այդպես էլ պատրաստել ենք եւ ծրագրել ենք, կարծում եմ հենց հրաշալի կանցնի։ Իսկ ինչ տոն է այսօր։ Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է համբարձման տոնը։ Համբարձման տոնը կապված լինելով Սուրբ Զատկի հետ, դասվում է հայ առաքելական եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։ Այս տարի նշվում է հենց այսօր, մայիսի 29-ին։ Թե տոնի անունը, թե նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է ավետարանի այն պատմությամբ, ըստ որի հարություն առնելուց հետո Քրիստոսը 40 օր շրջում է երկրի վրա եւ ապա հարություն առնում։ Համբարձման օրը ընդունված է որպեսզի ջրի ու ծաղկի, ինչպես նաեւ ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է։ Վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում է վիճակ։ Ես ասում եմ, սա կոչվում է ջանգյուլումը։ Իհարկե, ծաղկազարդ, այո, իհարկե ջանգյուլում է կոչվում, ժողովրդի մեջ տարածված է ջանգյուլում, բայց այո, վիճակը շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ խաղ է, որտեղ այո, գեղեցիկ քառյակներ, տողեր են գրված եւ ամանի մեջ հավաքում են, հետո իհարկե ցերեկը 5-շաբթի եւ պարտադիր ես նշեմ, հա, ուրեմն հարության տոնից 40 օր հետո իհարկե տոնվում է ուրեմն համբարձման տոնը, սակայն հենց ջանգյուլումը տոնում են հենց 4-շաբթի երեկոյան լույս 5-շաբթի օրը անպայման այս վիճակը խաղում են, այս ծեսը կատարվում է ու այսպես շարունակաբար կարծեմ մինչև Վարդավառ։ Հայաստանում համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության։ Երիտասարդ տղաներն ու աղջիկները համբարձման առիթով հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբերի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ եւ համբարձման գիշերը աստղունք դնում, այսինքն դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո ըստ այդ նշանների կատարում գուշակություններ։ Հիշում եք, այս ամենը շատ սիրուն նկարագրվում է հենց Անուշում, Թումանյանի Անուշում, որտեղ եւ վառ երևում է հենց այս ծեսը։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ, համբարձմանը նվիրված երգերի, պարերի, հատկապես վերվերիների, որպես հասակի աճի հետ կապված հմայակների պարերի, խաղերի եւ մրցույթների զուգակցությամբ է անցնում ամեն ինչ։ Տոնի խորհրդի մասին իհարկե դեռ այսօր մենք մեր հյուրերի հետ խոսելու ենք անպայման եւ ես ափսոս հիշում եմ այն շատ փոքր ժամանակ, երբ որ բակերով պատտվում են եւ ջանգյուլում էին անում։ Հիմա ցավոք սրտի չկա դա եւ չգիտեմ, դա արվում է արդեն հատուկ բեմադրված տեսակներով, իսկ այն ժամանակ ես հիշում հավաքում են փոքր երեխաները, այսինքն պատանիները, աղջիկները հատկապես ծաղկից պսակ էին սարքում գլխներին եւ այդպես բակերով ման էին գալիս։ Համբարձում յայլա, յայլա ջան յայլա, շատ հայտնի Անուշ օպերայից, այո, այդ գեղեցիկ հատվածները երգում էինք, մենք երեխա էինք, ինչ որ գիտեինք, մանրամասնորեն բնականաբար շատ այդպես ծիսակարգին ծանոթ չէինք, բայց մեր հիշելով, մեր տատիկներից եկած սովորություններով բակերում շատ խաղում էինք, այո, շատ գեղեցիկ տոներ, շատ հրաշալի տոներ եւ մեր ավանդույթներն են, որը կարելի է պահպանել։ Դու նշեցիր, որ 7 կճուճի մեջ լցնում էին 7 աղբերից բերված ջուր, 7 գույնի թաշկինակ, 7 գույնի ծաղիկ, այսպես հավաքում էր եւ ես էլ այս ընթացքում նշեմ, չնայած հետո խոհանոցում եւս կխոսենք, կատնապուր էր պատրաստվում, որը մատաղի փոխարեն էր եւ անպայման 7 տուն բաժանվում էր։ Սա էլ շատ սիրուն եւ կարեւոր։ Դե ավանդույթները ինչպես գործածական, հա, տարբերակով, այնուհետև փոխանցում են նաեւ խոհանոց, այնտեղ հատուկ այդ օրվանը համահունչ կերակուր է պատրաստվում։ Մի խոսքով ամեն ինչ տեղը տեղին ինչպես որ արված էր։ Այս բանին հասկանանք տեղը տեղին է արդյոք Երևանյան փողոցները թե ոչ, այո, առավոտյան կար խցանումներ Դավթաշեն կամրջի վրա եւ Եղվարդի խճուղի այդ հատվածում։ Հիմա տեսնում ենք այս խցանումները արդեն քարտեզով, այո, մայրաքաղաքը երեկվա հանգստից հետո այսօր բուրըն ընթացքի մեջ, այնպեսի տպավորություն, որ դասերը չեն ավարտվել։
Բայց ավարտվել են ցավոք սրտի ոչինչ չփոխվեց այսօր։ Ինչպես նկատում ենք, Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, բարեկամություն բարձրացող հատված, այնուհետև Բաղրամյանի ճնողը, Կոմիտասի պողոտան, ընդհանրապես Արաբկի շրջանը բավականին խիտ խցանման մեջ է այս պահի դրությամբ, փոքր կենտրոնը իհարկե, ինչպես նկատում ենք, շատ խիտ խցանում կա այստեղ, Սարալանջը իր լանջերով ամբողջությամբ, մասիվի հատվածում մի քիչ բաց է, տեղափոխվենք ձախ կողմը, այո, Աթենքի փողոցն է այս պահին խցանված, Իսակով պողոտան, որոշակի հատվածներում տեղ-տեղ բավականին խցանված է, խցանումները տեղափոխվել են նաև երրորդ մասի հատվածում, Գարեգին Նժդե, Արշակունյաց փողոցները, խցանումները շատ են, սա է, և իհարկե Զորավար Անդրանիկ մետրո հասնող ճանապարհին Տիգրան Մեծ փողոցը նույնպես այս պայդրությամբ խցանված է։ Մայրաքաղաքում խցանված են փողոցները, խցանումները շարունակվում են, առավոտը դե նոր է սկսվել, 3 հանգիստ էր, բոլորը շտապում են ավարտին հասցնել իրենց գործերը։ Մենք էլ քիչ հետո կտեղափոխվենք արդեն Խոհանոց, բայց մինչ այդ կարճ դադար կլինի մեր եթերում։ Շարունակվենք մեր ծրագիրը բարի լույս ևս մեկ անգամ բոլորին և համոզված ենք, որ այս առավոտը հիանալի տրամադրության մեջ է կարթնացել, քանի որ դրսում շողում է արևը, իսկ որոշ մարդիկ ավարտին են հասցնում օրվա կարևոր գործերը, իսկ նրանք, ովքեր դեռ տանն են, հետևում են մեր ծրագրին, որովհետև այս օրը տոնական է ու շատ գեղեցիկ։ Սկսենք տոնական տրամադրությամբ մեզ հետ, ավարտենք երեկոն նույնպես տոնական տրամադրությամբ սիրելիների և ընկերների շրջապատում։ Իջևանի գինու գործարանը առաջարկում է իհարկե բրիզը, որը շատ գեղեցիկ փրփրոն ռոզե գինի է, որն առաջարկում է իհարկե բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են ամառային զով երեկոները սիրելիների եւ ընկերների հետ միասին անցկացնել։ Դե նախաճաշելն էլ շատ կարեւոր է առավոտյան, հատկապես երբ նախաճաշը պարունակում է կաթնամթերք։ Էլոլան ներկայացնում է կաթնամթերքի լայն տեսականի, որը համոզված եմ տալիս է այն ամբողջ էներգիան, որը հարկավոր է մեզ ամբողջ օրվա ընթացքում։ Էլոլան հասանելի է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու ամբողջ ապրանքան տեսականին։ Դե իհարկե սա մեր ընկերների եւ գործընկերների մասին այս պահին հասկանանք, թե որտեղ կարելի է անցկացնել շաբաթ-կիրակին հանգիստը եւ հրաշալի մի հետաքրքիր իրադարձություն կազմակերպել քաղաքից դուրս։ Այս հարցում էլ մեզ օգնում է մեր ընկերը Արծուրը։ Տեսնենք թե ուր է առաջարկում գնալ։ Հիմա ձեզ կներկայացնենք մի վայր, որտեղ հանգիստն ու շքեղությունը հանդիպում են ահա այս բնության ներդաշնակության հետ։ Ապագա ռեզորտ, ահա այսպիսի իր լեռնային տեսարաններով, հարմարավետ սենյակներով և քոթեջներով։ Ձիավարությունը զարգացնում է ուշադրությունը, համբերությունը, ինքնավստահությունը, լավ է ազդում նյարդերի վրա։ Իսկ հիմա պատկերացրեք, որ գալիս եք ապագա ռեզորտ, ձիավարում եք, իսկ երեխաները հրճվում ու ուրախանում։ Ինչպես տեսակ, ձիավարության դասերս լավ էի սերտել, իսկ ձեզ մնում է միայն ուղին բռնել դեպի Ենոքավան, դեպի ապագա ռեզորտ։ Հայկական գորգերի միակ թանգարանը գտնվում էր Շուշի քաղաքում։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի ընկնելուց օրեր առաջ հաջողվում է գորգերի որոշ նմուշներ տարհանել դեպի Հայաստան, բայց ոչ ամբողջությամբ, իսկ տարանումը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն արցախցի Վարդան Աստծատրյանը։
Այս ամենը, ինչ որ դուք տեսնում եք, մեր պատմական ժառանգությունն է, արժեք, որ պետք է գնահատել։ Եվս մեկ կարևոր առիթ, պատճառ, ապագա ռեզորտ գալու համար։ Սա պետք է տեսնել, որ մեզ հաջողվել է պահպանել արցախյան մշակույթը, իսկ մեզ մնում է միայն ներկայացնել այն աշխարհին։ Ապագա ռեզորտում հանգիստն ունի իր բոլոր երանգները, սկսած լիարժեք հանգստից, բնության հետ միաձուլումից, մինչև ադրենալինով լցված արկածներ, քանի որ հենց ապագա ռեզորտի տարածքում է գտնվում Yell Extreme Park-ը։ Իսկ այժմ մենք եկել ենք խելահեղ էմոցիաների ու արկածների հետևից։ Մենք ենոք հավանում ենք Yell Extreme Park-ում, վայր, որտեղ էքստրիմը չի վախեցնում, այլ ձգում է։ Ոմանք սիրում են հանգստանալ լռության մեջ, իսկ ես էքստրիմի ու թռիչքի զիպլայնի սիրահար դարձա այս հաղորդման շրջանակներում ու շատ էի կարոտել այս խելագար էմոցիաներին։ Ու հիմա օդի մեջ ճախրելու եմ ինչպես թռչում։ Ասեմ, որ Yell Park-ը ամենամեծ ժամանցի զվարճանքի այգին է Հայաստանում, բայց ես եկա ու միանգամից որոշեցի, որ պետք է օգտվեմ զիպլայնից, այնպես որ դուք էլ եկեք ու էքստրիմի ադրենալինի ձեր չափաբաժինը բավարարեք ու եթե վախ էլ ունեք, կոտրեք ձեր վախերը, վստահեցնում եմ, իմ օրինակով եմ ասում, երբ առաջին անգամ թռա զիպլայնով, վախենում էի, իսկ հիմա դա դարձել է հաճույք։ 268 մետր երկարություն, 160 մետր բարձրություն ու մի քանի վայրկյան հետո օդի մեջ կմնանք մենակ ես, սիրտս ու քամին։ Աշխարհում ամեն ինչից սիրուն բանը դա թռիչքն է։ Եթերում ուր գնալն է, շարունակեք մնալ մեր եթերում։ Դե ինչ, տեսակ մեր էքստրիմը, մեր հաղորդման ադրենալինը, այս ամենը ապահովեց Yell Park-ը, Yell Extreme Park-ը, ու ասեմ, որ զիպլայնի գծերը ուղղությունները 5-ն են, ու ամենաերկարը 750 մետր։ Զիպլայնով թռչեցինք, բայց հիմա ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել զիպլայնի մի տեսակ, որի անունը ռոլեր է և գտնվում է Yell Extreme Park-ում ու միակն է Հայաստանում։ Ուր գնալ, դե իհարկե Yell Park, արկածների ու խելահեղ էմոցիաների հետևից։ Բարի լույս, բարի առավոտ մեր ճուկնախ հեռուստադիտողի սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք։ Մենք խոստացել ենք այսօր տոնական եթեր, հուսով եմ կմնաք մեզ հետ, որպեսզի այս 2 ժամը եւ արարողակարգին ծանոթանաք եւ իհարկե շատ հետաքրքիր զրույց է լինելու, որը պետք է շատ ուշադիր լսել։ Ահա, ես էլ փորձելու եմ այսօր հաղորդման իհարկե ավարտին գեղեցիկ տնական ավանդական սեղան պատրաստել, բայց մինչ այդ մենք պետք է մի փոքր աշխատենք։ Այսօր որոշել եմ հենց ավանդույթին համապատասխան, հենց տոնին համապատասխան պատրաստել նույն կերակուրները։ Ինչ են պատրաստել համբարձման տոնին։ Եղել է շատ գեղեցիկ հավաքույթներ, շատ գեղեցիկ արարողակարգ, որի ընթացքում պատրաստել են կաթնապուր։ Ես քիչ առաջ նշեցի, որ շատ կարևոր ուտեստ է եղել այդ օրվա համար կաթնապուրը, շատ շատերը նույնիսկ ուրեմն հարության տոնից սկսած
պահք են պահել, կաթնապուրի պահք են պահել, այսինքն չեն կերել կաթնապուր մինչ համբարձման տոնը։ Համբարձման տոնի առավոտյան բոլոր ընտանիքներով հավաքվել են, հարևաններով, բարեկամներով, մեծ ընտանիքներով հավաքվել են եւ սկսել են եփել կաթնապուր։ Իսկ կաթնապուրի համար մեզ իհարկե պետք է բրինձ, կաթ եւ կարագ, ինչը մենք հիմա կպատրաստենք միասին։ Եվ ասեմ, որ այն համարվել է մատաղ որպես անպայման եփել են եւ 7 տուն բաժանել են կաթնապուրը, իսկ մեկ մեծ գավաթով ուրեմն լցրել են արտերի, ցորենի արտերի մեջ, որպիսի բերք ու բարիքը շատ լինի այդ տարի։ Եվ իհարկե այդ նույնիսկ ասում են, որ կովերին եւս կերակրել են, որպեսի կովերը ավելի առատ կաթ տան։ Այսինքն բերք ու բարիքի մասին է, բնության առատության մասին է նաեւ այս տոնը։ Սիրելիներս, եւ հիմա առաջին հերթին կսկսենք հենց կաթնապուրից։ Ես իհարկե երման ջրով կխաշեմ մեր բրինձը։ Ահա այստեղ ունեմ 1 բաժակ բրինձ, այստեղ կավելացնեմ երման ջուր, եւ իհարկե կխաշենք։ Այս պահին դեռ գործ չունենք անելու, քիչ հետո նաև կաթը կեռացնեմ, կաթն էլ օգտագործելու եմ մեր գործընկերոջ առաջարկից, էլոլա ապրանքանիշի կաթն ենք օգտագործելու։ Ահա, ես մի փոքր, այսպես լուր ու մունջ կսպասենք մինչ եփվի բրինձը, հետո կանցնենք մյուս գործողություններին։ Նորից հիշեցնեմ, այստեղ մեզ պետք է բրինձը խաշել, հետո եռացրած կաթը ավելացնել ու թողնել մեկ անգամ եւս բրինձի հետ եփվի, հետո վրան ճող կարագ ավելացնել կամ տնական յուղ։ Մենք նաեւ ունենք հալած յուղ, որը կարող ենք շատ մեծ հաճույքով օգտագործել եւ այս տարբերակը։ Ահա, սիրելիներս, ուրեմն արարողության այս գեղեցիկ սեղանների եղել է նաև փոխինձով խավիցի տարբերակ։ Ես այսօր խավից եմ պատրաստելու փոխինձով։ Երբեմն պատրաստում ենք այն ալյուրով, այսինքն շատ հաճախ պատրաստում ենք ալյուրով, ալյուրը տապակում ենք, պատրաստում ենք, բայց այսօր ես որոշեցի այն պատրաստել փոխինձով, որովհետև շատ ընդունված է եղել նաև փոխինձով խավիցը։ Հիմա մենք կարող ենք տապակել, մի փոքր այսպես տապակել փոխինձը եւ իհարկե եռացրած ջուր ավելացնել։ Եվ նշեմ, որ այս սեղաններին նաև պարտադիր պայման է եղել ձվածեղը։ Ամենապարզ, ամենահասարակ ձվածեղը ուրցով։ Ես այն այսօր կմատուցեմ ուրցով, շատ համեղ է եւ իհարկե հայոց լեռների դաշտերից քաղված ուրցը ամենահամեղն է։ Ես այսօր այս տարբերակն եմ ձեզ առաջարկում։ Ուրեմն պատրաստելու ենք 3 ուտեստի տարբերակ։ Մեր կաթնապուրը ամենապարտադիր պայմանը, մեր փոխինձով խավիցը եւ իհարկե ավանդական գյուղական ձվածեղը։ Սիրելիներս, հիմա ես կամաց կսկսեմ տապակել եւ փոխինձը, ահա մեկ թավա վերցնեմ եւ սկսենք կամաց տաքացնել ուրեմն մեր փոխինձը։ Այս թավան պահում եմ ձվածեղի համար։ Այսպես։ Այն պետք է տապակել, մի փոքր տաքացնել եւ ավելացնել ջուր։ Ցանկության դեպքում նաեւ փոխարինել ուրեմն կաթով, ինչպես ձեզ է հարմար։ Այսպես։ Ես հուսով եմ այսօր կհասցնեք որոշ չնայած գիտեմ աշխատանքային օր է, բայց եթե կարողանաք, կարող եք այսօր սիրուն սեղաններ պատրաստել։ Մանավանդ, որ տոնի խորհուրդը շատ պարզ կերակուրներ է, այսինքն կես ժամվա ընթացքում այս բոլորը կարելի է պատրաստել եւ իհարկե վայելել։ Այնպես որ եթե երեկոյան կհասցնեք, կարող եք պատրաստել երեկոյան եւ հրամցնել ընտանիքի անդամներին։ Այ հիշեցնել ամբողջ ընտանիքով, որ այսպիսի գեղեցիկ ծիսակարգեր ունենք մենք։ Եվ իմիջիայլոց նշեմ, որ
չորեքշաբթի գիշեր, այսինքն 3 գիշեր արդեն սկսվում էր այս արարողությունները, բոլորը այդ վիճակները գրում էին, պատրաստում էին եւ իհարկե հատկապես աղջիկները, քանի որ համարվում էր չորեքշաբթի գիշեր հրաշքների եւ երազանքների իրականացման գիշեր, աղջիկները մեկ հավկիթ դնում էին կտուր եւ հույս ունեին, որ հրեշտակները անցնելու են, իրենց հետքն են թողնելու հավկիթի վրա եւ եթե առավոտյան արթնանային տեսնեին հավկիթի վրա կարմիր բծեր կա, ուրեմն նրանք լինելու են երջանիկ, իսկ եթե սև բծեր են լինում, իհարկե ոչ այնքան մի փոքր վատ, այսինքն լուր էր նրանց համար։ Ու այսպես շատ հետաքրքիր արարողակարգ էր եւ լույս 5 շաբթի արդեն ցերեկը, երբ պատրաստում էին այս համեղ ուտեստները եւ սեղան էին նստում, հետո խաղում էին վիճակ, այսինքն հանում էին այն քառատողերը եւ ձոնում էին միմյանց ու շատ գեղեցիկ երգերը մեր համբարձման տոնի հետ կապված մենք ունենք շատ մեծ երգադարան, որը շատ գեղեցիկ երգեր կա այնտեղ։ Իհարկե մենք ոչ բոլորս գիտենք այդ երգերը, բայց որոշ երգեր հատկապես Անուշ օպերայից հիշվում է, հիշողության մեջ է մեր մնացել, այդպես մի քանի երգ գիտենք, բայց իհարկե շատ երգեր կան ու շատ գեղեցիկ երգեր։ Այ այսպես, հիմա կամած խառնելով, ասեմ, որ իմիջիայլոց այն դեռ կարագ չենք օգտագործում, եթե խավիցի տարբերակում մենք կարագով ենք տապակում ալյուրը, ապա այս պարագայում առանց կարագի կարագը կավելացնենք վերջում։ Ահա, սիրելիներս, այս ընթացիկ թեթև գործերը ես կանեմ, հետո արդեն միասին կշարունակենք։ Այս պահին դադար է լինելու, դուք մնացեք մեզ հետ, քիչ հետո կշարունակենք։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ արդեն իհարկե մեր տաղավարում ես ունեմ շատ հետաքրքիր ժեր խոսել ենք այսօրվա տոնի խորհրդի մասին։ Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ եւ թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ Երևանի Թումանյանի այգում տեղի կունենա մեծ միջոցառում նվիրված համբարձման տոնին։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Ռուդիկ Հարոյանի անվան մասունք ավանդական երգի պարի համույթը։ Աղջիկները ծաղկեպսակներ կհյուսեն եւ վիճակ կխաղան ըստ ժողովրդական սովորության։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ օգտվել կաթնապուրի հյուրասիրությունից։ Եվ այսօր այս առիթով մեր տաղավարում են Տեր Պետրոս Ավագ Քահանա-Մալյանը, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդ միությունների հոգեվոր պատասխանատու, օրհնեցեք Տեր հայր։ Աստվածօրհնի բարի լույս։ Էլեն Հակոբյանը, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհրդի անդամ, բարի լույս, եւ Հայարփի Անանյան, Ռուդիկ Հարոյանի անվան մասունք ավանդական երգի պարի համույթի համաղեկավար։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Հազար բարի։ Բարգացու լավ, տոնական։ Տոնական, եկեք մի փոքր ներկայացնենք տոնի խորհուրդ այսօրվա։ Հայարակելական Սուրբ եկեղեցին այսօր բոլոր եկեղեցիներում արդեն սկսել է Սուրբ Պատարագը նվիրված համբարձման տոնին, այո։ Շաբաթվա մեջ 10:35 մենք պատարագներ անում, Կիրակի օրը ժամը 11-ին։ Համբարձման խորհուրդը հետևյալն է, շատ գեղեցիկ նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը իր վերջի գլխում եւ վերջի համար տողերն են, որ Հիսուս բարձրանում իր աշակերտների հետ Բեթանիայի բարձունք եւ այնտեղից համբարձում է դեպի երկինք է բարձրանում եւ նստում է հորաչ կողմում։ Դրանով ապացուցելով նաև իր աստվածային էությունը եւ իհարկե իր համբարձումով ինքը կապը չի կտրում երկրի հետ, առավել եւս իր առաքյալների հետ, որովհետեւ նրանք պետք է հաջորդը լինեն իրեն փոխարինողները եւ մենք գիտենք, որ 10 օր հետո մենք նշում ենք նաև հոգեգալուստը տոնը, որ հոգին Սուրբ հոգին իջնում է առաքյալների վրա, վերնատանը, որոնք նորանոր շնորհներ ստանալով արդեն դուրս են գալիս ամբողջ աշխարհով քարոզելու քրիստոնեությունը։ Հիմնական խորհուրդը սա է։ Բայց նաև, ինչպես միշտ հայարակելական Սուրբ եկեղեցին բոլոր եկեղեցական տոներին նաև մասնակից է դարձել մեր ժողովրդին, իսկ մեր ժողովուրդն էլ հրաշալի կերպով կարողացել է ազգային նկարագիր տալ այդ բոլորին, նաև համբարձման տոնին։ Գիտենք Վարդավառը, ինչպես գեղեցիկ ենք մենք նշում, եւ եկեղեցում հոգեվոր մասը Սուրբ Պատարագի միջոցով քարոզների
նաև ունենք շատ գեղեցիկ միջոցառումներ, որ բազմաթիվ անգամներ ձեր տաղավարից մենք լուսաբանել ենք, շնորհակալություն դրա համար։ Նաև համբարձման տոնի հետ կապված ժողովրդական գեղեցիկ սովորություններ կա եւ արդեն 11-12 տարի է, որ Նավասար Սրբազանի օրհնությամբ մեր թեմի յետասարդները իրականացնում են ազգային տոները եւ նաեւ համբարձման տոնը։ Գեղեցիկ ավանդություններ ունի, ավանդությունների մասին իհարկե կպատմեն Հայարփին կպատմի ինչ ծես կա կապված համբարձման ժողովրդական տոնակատարության հետ։ Էլենը կպատմի ինչպես 12 տարի է անդադ մենք կազմակերպում ենք։ Արիթից օգտվելով կուզենայի, որովհետեւ ես շատ չխոսեմ, իրենք էլ մի քիչ խոսեն։ Կուզենայի շնորհակալություն հայտնել Թումո կազմակերպությանը, որովհետեւ արդեն երկար տարիներ իրենք իրենց տարածքը տրամադրում են անշահախնդիր կերպով եւ նաեւ Մասունք ազգագրական երկիպարի խմբին իրենք էլ անսակարգ կերպով եւ անշահախնդիր կերպով միշտ կանգնած են մեր թեմի յետասարդների թիկունքին եւ կարողանում են իրենց օգտակարությունը բերել։ Աստված օրհնելով օրհնի իրենց իհարկե։ Հրաշալի է, դե եկեք բոլորիս լինի։ Եկեք հասկանանք ինչ է այսօր արդեն սպասվում բոլոր նրանց, ովքեր կգան իհարկե Թումանյանի այգի։ Այսօր սկսելու ենք էլի ծիսական մասով, ժողովրդական ծիսական մասով, որովհետև պատարագն արդեն վերջացած է լինելու։ Սովորության մեջ աղջիկները առավոտյան գնում էին դաշտեր, լռության մեջ պիտի առանց խոսելու հավաքեին ծաղիկները 7 տեսակ չէ։ Պարտադիր չէր 7 տեսակը, բայց այդ ուժի մեջ, փարչի մեջ եւ իրենց իրերն էին լցնում եւ պարտադիր պիտի լիներ 7 տեսակի տերև, 7 աղբյուրից ջուր եւ 7 տեսակի քար։ 7-ն էլ խորհրդանշական է եւ քրիստոնեության մեջ եւ ժողովրդական պատկերացումների մեջ պարտադիր լռությամբ պիտի անեին, բայց չարաճճի տղաները փորձում էին խանգարել լռությունը խախտել։ Պրոցեսն լռության մեջ արվում, թե երկու պարով էր արվում։ Ծաղիկները քաղում էին լռության մեջ։ Հետո դրանք պիտի փոքր փնջերի վերածվեին եւ ծաղկամեր պատրաստեին։ Այդ ծաղկամերը պատրաստելուց հետո համարենք սա էլ մեր ծաղկամերը։ Լավ է։ Մեր ազգին առավոտյան այդ մասին հոգացել է արդեն։ Սիրուն ծաղիկներով ու ծաղկամերը պատրաստելուց հետո արդեն սկսվում էր երգն ու պարը, արդեն տղաներն էլ էին միանում երգին եւ երեկոյան պիտի աստղերի տակ, լուսնի տակ գիշերը ոնց որ հմայություն լիներ եւ հաջորդ օրը պիտի հանեին վիճակները, մեր վիճակները լինելու են Աստվածաշնչից տողերով, որ շատ նաեւ չնմանվի գուշակության ու նաեւ սնահավատական մասը բացառելու նպատակով ու այդպես արդեն վիճակը հանում էին գիշերը հմայություն ստացած աստղերի եւ լուսնի տակ հմայված բախտն էին գուշակում ըստ ժողովրդական պատկերացումների։ Այսօր նման բան կանցկացվի։ Այսօր անելու ենք, այո, վիճակահանություն անելու ենք, բայց արդեն նշեցի, որ Աստվածաշնչյան տողերով ենք։ Այո։ Շատ լավ, մինչև իհարկե հանցնելը թե ինչ է այս ընթացքում, հա, արվում եւ արվել, եկեք մենք ունենք փոքրիկ հոլովակ, որը դիտենք այս պահին, որը պատմում է այսօրվա մասին, հետո արդեն վերադառնանք եւ շարունակենք զրույցը։ Եսկիշեր համբարձում է հելե հելե հելենինայի աղքի գներու հարցում է հելե հելե հելենինայի ամեն աղքիկ բակմի տար հելե հելե հելենինայի մեկ էր աշխար անցում էր հելե հելե հելենինայի մեկ էր աշխար անցում էր հելե հելենինայի Բավական հետաքրքիր է օր է սպասում այսօր բոլորիս, մենք արդեն ոնց որ թեզպես կամաց տրամադրվում ենք, հա, այդ ամեն ինչին։ Եկեք հասկանանք, թե տոնը ինչպես է անցկացվում ընդհանրապես եւ ինչ նորարարություններ կան, որպեսզի երիտասարդներին ավելի հետաքրքիր դարձնենք։ Դե տոնի հիմքերը դեռևս գալիս են 5-րդ դարից, 5-րդ դարից սկսած մենք նշել ենք այդ տոնը, իհարկե Արարատյան հանրապետական թեմում վերջին 10 տարուց ավել ենք նշում ու 5-րդ դարից եկած ավանդույթները մի փոքր փոփոխելով, ավելի ժամանակակից դարձնելով, նույնը վիճակի ժամանակ Աստվածաշնչյան տողերը
կաթնովի պատրաստելը, որը անպայման էլի շատ կարևոր է։ Այո, դա էլ շատ հետաքրքիր պատմություն ունի իրականում, որը դեռևս էլի այդ հնուց եկած մայիս ամսին կարծել են, որ կովերը ուտում են անուշաբույր ծաղիկներ, որից հետո կաթը ավելի անուշաբույր է դառնում ու կաթից պատրաստած ուտելիքները պարտադիր պետք է լինեն այդ համբարձման տոնի ժամանակ։ Դրա համար էլ մենք այդ ավանդույթներին հետևելով պատրաստում ենք հիմա կաթնապուրը, գաթան անպայման հայկական ու բաժանում սիրով մեր եկողներին։ Միջայլոց դատարկացերն չենք եկել։ Այո, մենք գաթա ունենք այստեղ։ Բնական պատրաստած գաթան պատմություն ունի։ Եվ նախ ասեմ, որ գաթաները, կաթնովը մեր երեխաներն են պատրաստում։ Այս գաթան հատուկ պատմություն ունի։ Պատրաստողը Անուշ Վարդանյանը, մեր Արարատ միության նաև թեմի ծրագրերի համակարգողն է։ Ինձ ասում է Տեր Պետրոս մի քիչ կգովասելի, ինձ որ լավ գտեմ։ Իրականության մեջ շատ համով պատրաստում են մեր բոլոր երիտասարդները։ Միանշանակ, շատ համով է, որտեղ հոտը արդեն շատ լավն է։ Կա այսպիսի երգ, հա, համբարձման երկու շաբթին։ Ինչու երկու շաբթին, որտեղ միշտ 5 շաբթին է, չէ, եթե չեմ սխալվում։ Քանի որ մեր երգերը հենց ոտքի վրա հորինվող երգեր էին ու այդպես մեզ հնարավորություն էին տալիս համբարձման 3 շաբթին, համբարձման 4 շաբթին։ Այսինքն այդ պահին ու ոնց ձեռքերն էս ասում։ Չէ, այդ համբարձման 2 շաբթին երևի թե երկնիկները վիճել, տեսա գնա այդ օրն է վիճել։ Համբարձման շաբաթն է սկսում, չէ, ախր։ Համբարձման շաբաթն է, շաբաթ 2 շաբթի կրել։ սկսել, որ նաև 5 շաբթի բարի չի։ Չէ, բայց իրականում մեր համբարձումը 5 շաբթի օրն է, նախապատրաստական այդ նախատոնական արարողությունները, ծաղկահավաքը եւ այլն լինում էր 4 շաբթի օրը։ Շատ լավ, քանի որ այս process-ը նաև շատ գեղեցիկ նկարագրված է Թումանյանի անուշում, հա, եւ ինձ հետաքրքիր է ինչքանով է այսօր ժամանակակից երիտասարդը մոտ այս տոնին եւ ծեսին։ Սա որտեղ մենք ամեն ինչ փորձում ենք անենք, որպեսզի երիտասարդներին ավելի մոտեցնենք, հա, մեր եկեղեցական տոներին, իսկ ինձ հետաքրքիր է, որ այս տոնին ինչքանով էր մոտ, որտեղ ես քիչ առաջ մենք նշեցինք, որ փոքր ժամանակ ես հիշում եմ փողոցներով պատտում էին ջանգյուլում էին երգում, եւ մենք էլ երեխա, այսպես միանում ենք այդ խմբերին, ինչ որ հետաքրքիր էր, բայց այսօր չկան այդպիսի բաներ։ Ցավոք սրտի չկան, կամ կան այդքան էլ տարածված չեն եւ պոպուլյար չեն։ Ինչ են անում, որպեսզի երիտասարդները ճանաչեն, հենց հին ծեսով նշեն այս ամենը։ Ես պատասխանեմ, հա, թողնենք։ Տեսեք, ուրեմն այդ խորհրդային տարիներին շատ բան մոռացության մատնվեց, բայց էլի գենետիկորեն մեր ժողովուրդը պահում էր որոշ բաներ։ Տեսեք, հարսի շոր են հագցնում փոքր երեխային, չէ, երեխեքին զարդարում են ծաղիկներով, նայեք այդ վիճակը կար, տնետուն են ման գալիս, ժամանակին այտենց է եղել։ Եվ կոնֆետ էին վերցնում, գնում են, նստում են, ուտում են, լիմոնադն են խմում, բան, ես էլ եմ շատ լավ հիշում։ Մենք մեզ համար խնդիր դրեցինք թեմի երիտասարդաց միությունները Սրբազանի օրհնությամբ, որ վերականգնենք մեր ազգային տոները, ոչ թե այտենց կծկտուր լինի եւ սիրողական լինի, այլ դարերից եկած ավանդությունները վերականգնենք։ Համբարձման տոնի հետ կապված էր հենց այդ ջանգյուլումը, չէ։ Այո։ Հա։ Վարդավառի հետ կապված էր մենակ այսպես անշնորհ ջրելը, եթե հիշում եք։ Բայց քաղաքակրթվել է մեր ժողովուրդը, շատ անկեղծ ասած, այդ քարոզությունը, որ մենք արեցինք, բավականին լավ արդյունք տվեց։ Բուն բարի կենթանի ինչ ենք հիշում։ Հովհաննես Թումանյանի յոգն ու բրինձի պատմությունը։ Բայց մենք չգիտենք, որ այդ հատկապես այդ ազգային սովորությունները, տոնակատարությունները իրանք բազմաշերտ են։ Այնտեղ կա երգ, պար, մշակույթ, արվեստ, խաղ, խոհանոց կա, հրաշալի ամեն տոն իր խոհանոցն ունի։ Մի տեսեք, համբարձման տոնին կաթնապուրն ու գաթանը, վարդավառի տոնին խնձորներ, մինչև վարդավառ խնձորի պահք է եղել, չեն կերել։ Վարդավառին նոր խնձոր են կերել, խորովել են խնձորը, բաժանել են, տնետուն են գնացել, խնձոր են տարել, որպես նվեր։ Դե բուն բարի կենթանին արդեն ամեն ինչ կարելի էր ուտել, որովհետև վերջի օրներ հաջորդ օրը սկսում էր մեծ պահքը, բայց էլի ճաշացանք է եղել։ Ուզում ասեմ, բազմաշերտ է եղել։ Մենակ այսպես արևոտ չի էլի, որ երգա պարա եւ այլն։ Մենակ երգը չի, մենակ պարը չի էլի, այդ ամբողջ տոնակատարությունը ամեն ինչն է։ Ձևավորում կա, նույնիսկ տարազների ձևավորումը, համապատասխան տարազներ են եղել։ Այսօրվա ասած դիզայնն է եղել։ Այնպես որ բանը հասարակ բան չի եղել, բազմաշերտ է եղել եւ դա
մեր ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներից է եղել։ Եվ մենք էլ որոշեցինք ակտիվացնել այդ ամեն ինչը, փառքասո մեր երիտասարդաց միությունները շատ կարողացան իրականացնել։ Այո։ Հիանալի, եկեք մի փոքր էլ նաև, քանի որ մոտենում է ավարտին մեր զրույցը, հասկանանք ինչ է հաջորդելու արդեն համբարձման տոնին։ Համբարձման տոնին հաջորդելու է 10 օր հետո հաջորդելու է արդեն Սուրբ Հոգու գալուստը, որ պատարակներով է հիմնականում։ Ինչպես պատրաստվել է։ Ինչպես միշտ եկեղեցի գնալուց առաջ, Սուրբ հաղորդություն ստանալ, օրհնության արժանանալ, քահանայի քարոզը լսել, դասեր քաղել դրանից, բայց մեր հաջորդ տոնը լինելու է բանը Վարդավառը, երբ է նշվում այս տարի։ Հուլիսի վերջին այս բանը չեմ կարող հիշել։ Հուլիսի վերջ, ամեն դեպքում։ Կներեք, բայց հուլիսի 27 կարծեմ։ Նախապես կասենք դրան։ Մենք անպայման կսպասենք ձեզ այդտեղ մեր տալ։ Մենք միջոցառում ենք անում, էլի մեծ միջոցառում երթով դեպի մանկական զբոսայգի բան, կարծում եմ հրավիրեք կգանք մենք այդ Սիրո, միանշանակ։ Ահա։ Ես չգիտեմ այսօրվա տոնին համահունչ է գինին։ Գինին միշտ էլ համահունչ է։ Գինին միշտ էլ համահունչ է։ Շատ լավ, ուրեմն ուզում եմ ձեզ անպայման նվիրել սափորը, Իջևանի գինուգործանի կողմից ներկայացող մի սափոր գինի, սպիտակ գինի, որպեսզի տոնը էլ ավելի հետաքրքիր ու քաղցր լինի։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ չմերժեցիք մեր հրավերը եւ շատ կարեւոր եւս մեկ ինֆորմացիայով կիսվեցինք մեր հեռուստատողի հետ, որովհետեւ շատ կարեւոր է իմանալ ավանդույթները, CS-ը եւ այս ամենը ճիշտ ներառել մեր առօրյայի մեջ, որտեղ մենք շատ անգամ գիտենք, բայց չգիտենք ինչպես այն անցկացնել, ինչպես այն ճիշտ մատուցել։ Սա շատ կարևոր է։ Քաղցրացնելու համար սպասում ենք այսօր 6:30 Թումոյում։ Ահա, այնպես որ մի ինչ որ հետաքրքիր բան վերցեք, որ անմիջապես ձեզ է պատկանում, գնացեք Թումոյի այգի եւ այդ վիճակին դուք էլ մասնակցեք, համոզված եմ միայն ու միայն բարի հրաշալի խոսքեր եք լսել, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այս պահին կարճ դադար է լինելու մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի ողջույն, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք, որովհետև քիչ առաջ շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր զրույց էր տեղի ունենում, որտեղ կարեւոր ինֆորմացիա էր նաեւ այն ինչի մասին մենք այսպես խոսեցինք, հաստատեցին նաև մեր հյուրերը եւ շատ ավելի գեղեցիկ ներկայացրեցին։ Եվ այսօր մի վարանե գնացեք մասնակցեք բոլոր գեղեցիկ ծիսակատարություններին, որոնք կատարվելու են եկեղեցիների բակերում։ Այնպես որ խնդրում եմ ձեզ, առիթը բաց մի թողեք։ Իսկ ես հիշեցնեմ, թե այս պահին ինչ ենք պատրաստում։ Մենք օրվա խորհրդին համահունչ պատրաստում ենք կաթնապուր, պատրաստում ենք խավից եւ իհարկե քիչ հետո ձվածեղ կպատրաստենք։ Մինչ այս պահը ինչ արեցինք, ես բրինձը խաշել եմ, հենց հիմա կավելացնեմ կաթը, բրինձը իմիջիալոց խաշեցի աղով, աղեի այնտեղ ավելացրել եւ իհարկե հիմա կաթը կավելացնենք եւ կթողնենք այսպես կաթն ու բրինձը միասին եփվեն։ Ահա։ Խառնեմ այս համեղ ուտեստը եւ դանդաղ թողնենք, որ եփվի։ Հիշեցնեմ, որ այն ուտելու ենք կամ հալածյուղով, կամ կարագով, ինչպես դուք եք նախընտրում։ Ահա, այսպես։ Եվ այստեղ իհարկե տապակվում է մեր փոխինձը, որի վրա պետք է ավելացնեմ Սուրեն ջան եռացրած ջուր։ Ահա, շատ լավ։ Շատ զգուշությամբ իհարկե եւ անընդմեջ խառնելով, որպիսի չգնդվի այն։ Իհարկե հետո այսպես զգուշությամբ միջոցը կգտնենք ոնց անենք, որ շատ լավ ստացվի։ Մեր մամաները, մեր տատիկները, բոլոր տնային տնտեսուհիները շատ լավ գիտեն այս բոլոր process-ների մասին, պատրաստման եղանակների մասին, իրենք ունեն նաև իրենց բաղադրատոմսերը։ Այո, փոխինձը շատ, ասես ես հիշում եմ, որ սա փոխինձն է, չէ՞։ Այո։ Ահա, ես հիշում եմ, որ դե քանի որ ես ասել եմ արդեն սյունեցու թորը, եւ այնտեղ Սյունիքում շատ են պատրաստում։ Ադրիան, ինչ այս ամենը դու պատրաստում ես, մենք կունենանք կարճ դադար, հա։ Բարի, շատ լավ։ Հետո արդեն կվերադառնանք եւ տեսնենք process-ը։
Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս, եւս մեկ անգամ բոլորին եւ այո, այսօր հիանալի տրամադրություն կա դրսում արևը շողում է, փորձենք մտածել նաեւ մեր առողջության մասին եւ իհարկե շատ մարզվել։ Օրվա ընթացքում եթե նստակյաց է ձեր աշխատանք, ապա քայլեք, շատ քայլեք, դա օգնում է արյան շրջանառությանը։ Իսկ եթե նաեւ ունեք ժամանակ, անպայման գնացեք մարզասրահ, Hill սպորտային համալիրում, ամեն ինչ կա, որպեսզի ձեր մարզումներն անցնեն բավականին հետաքրքիր եւ իհարկե պրոֆեսիոնալ մարզիչների խորհրդատվությամբ։ Այ հիմա այլ առաջարկում տեղափոխվենք այնտեղ եւ տեսնենք թե այս առավոտ մեզ ինչ են առաջարկում։ Սպինինգը բարձր ինտենսիվության ինտերվալային խմբային պարապմունք է ստացիոնար հեծանիվի վրա։ Մարզման ընթացքում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ոտքերի, այլ նաև որովայնի, մեջքի և ձեռքերի մկանները։ Մեկ մարզման ընթացքում միջինում հնարավոր է այրել 400-ից 700 կիլոկալորիա, ինչի շնորհիվ արդյունավետորեն կարելի է ազատվել ավելորդ քաշից։ Այս մարզումը բարձրացնում է ընդհանուր դիմադրողականությունը, լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արդյունավետորեն պայքարում է ցելյուլիտի դեմ։ Սպինինգի ժամանակ առաջարկվում են ծանրաբեռնվածության անհատականացված լուծումներ հետագա ինտենսիվությանը հարմարվելու համար։ Այո, մարզատեսակները շատ են, պարզապես պետք է գնալ այնտեղ եւ իհարկե խորհրդատվությունը հաստատ ձեզ կօգնի եւ դուք կընտրեք ձեզ համար ամենահետաքրքիրը։ Այս պահին բնականաբար տեղափոխվում ենք խոհանոց, որտեղ համեղությունները պատրաստվում են, իսկ այսօրվա համեղությունները այսօրվա տոնին համահունչ են։ Ադրինե։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, այո դու իրավացի ես, այսօրվա տոնին համահունչ ենք պատրաստում ուտեստները, ես ձեզ առաջարկել եմ սիրելիներս 3 տեսակի տարբերակ, այսինքն տոնին համապատասխան մենք ունենք կատնապուր, պատրաստեցինք փոխինձով խավից, ահա այն պատրաստ է, ես արդեն կրակից վերցրել եմ եւ թողել ենք մի կողմի վրա, կատնապուրը այստեղ պատրաստ է, եփված է, ահա տեսնում եք որքան արագ են այս պրոցեսները կատարում, այսինքն շատ հեշտ, շատ հասանելի բաղադրիչներով պատրաստվող կերակուրներ, որոնք կարող ենք օրվա ընթացքում, կարծում եմ կես ժամվա ընթացքում կարող ենք տոնական սեղան պատրաստել։ Իսկ այս պահին պատրաստում ենք ամենապարզ ավանդական ձվածեղը։ Ահա ես օգտագործելու եմ հալած յուղ, քանի որ շատ այսպես գյուղական տնական սեղան ենք ուզում այսօր պատրաստել, ես անպայման ուզում եմ հալած յուղ օգտագործենք ձվածեղի համար, իսկ այս երկու ուտեստների համար կարագ կօգտագործենք։ Ահա, երբ հալչեց յուղը, ես արդեն կկոտրեմ հավկիթները։ Այսպես։ Իհարկե ճաշակի հարց է, եթե հալած յուղով չեք ցանկանա պատրաստեք կարագով, բայց խորհուրդ կտամ անպայման իհարկե հալած յուղն էլ օգտագործեք, հատկապես մեր պարագայում մենք օգտագործում ենք Էլոլա ապրանքանիշի հալած յուղը, որը շատ նրբահամ է, շատ գեղեցիկ գույն ունի եւ իհարկե կերակուրները դարձնում են անմահական։ Ահա։ Եվ այսպես սիրելիներս անցնենք առաջ, կամաց արդեն կկոտրենք հավկիթը, այսպես հերթով կգնանք առաջ։
Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք ամբողջությամբ հավկիթը հարել եւ հարած տարբերակով պատրաստել։ Ես նախընտրեցի այս տարբերակը, որպեսզի տեսքը պահպանեմ, գեղեցիկ տեսք ունենա եւ ինչպես նշեցի, այսօր ես պատրաստելու եմ ձվածեղը ուրցով, անպայման ուրց ենք ավելացնելու մեր հայկական, մեր անմահական ուրցը։ Այսպես եւ հաջորդը կփորձենք մի փոքր տեղ բացել մյուս հավկիթի համար, ահա, այսպես, թող առատ լինի յուղը, թող շատ ճոխ եւ համեղ ստացվի մեր ձվածեղը, ահա ինչպես ասացի, մենք ուրցով ենք պատրաստելու, սիրելիներս, այս պահին կավելացնեմ աղ, շատ քիչ, ըստ ճաշակի հետո կթողնենք ով ոնց ցանկանա եւ իհարկե սև պղպեղ եմ ավելացնելու։ Այսպես շատ համեղ, շատ տնական եւ իհարկե ուրցը։ Փորձենք ձեռքով լավ տրորել եւ մանրացնել ու լցնել հավկիթների վրա։ Հրաշալի հոտ, բույր, համ պիտի փոխանցի մեր ձվածեղին, սիրելիներս, անչափ համեղ է ստացվում, խորհուրդ եմ տալիս անպայման, եթե երբևէ չեք փորձել ուրցով տարբերակը, ապա անպայման փորձեք։ Այո, Ադրինեն այսօր պատրաստում է մի քանի տեսակ, կաթնովը պատրաստում է տոնին համահունչ, բայց քանի որ ես կաթնով չեմ ուտում, ձվածեղը ինձ համար է։ Այո, մենք տեսականի ունենք շատ, այնպես որ մտածելու բան չկա։ Իդեպ Ադրինեն օգտագործեց յուղը, որը ներկայացնում է էլոլան, իսկ մենք գիտենք, որ էլոլը ապրանքանիշ է, ներկայանում է կաթնամթերքի լայն տեսականիով ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներն այսուհետ ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու սյունած լեռների համը, որովհետև էլոլան հենց այդ լեռների համն ու հոտն է ներկայացնում կաթնամթերքի միջոցով։ Դե իսկ օրվա ընթացքում էլ, եթե արդեն նախընտրում եք այլ ճաշատեսակներ, ապա Իջևանի գինու եւ պահածոների գործարանը իր պահածոներով եւ կոմպոտներով միշտ պատրաստ է ձեր օրը դարձնել առավել համեղ։ Գինիների մասին էլ չասեմ, որոնք պարտադիր երեկոյան հաճելի համադրություն են ձեր հավաքույթներին, տոներին եւ իհարկե հետաքրքիր սեղաններին։ Իրավաց ես եւ այսօր պետք է առիթից օգտվել, պատրաստել գեղեցիկ առատ սեղաններ, օգտագործելով իհարկե այս լավ մթերքները եւ իհարկե ընտանիքի անդամների հետ եւս մեկ անգամ այ ինչպես նշեցինք, որ զատկական տոնը շատ ընտանեկան տոն է եւ զատկից շարունակվում է համբարձում մինչեւ համբարձումը եւս շատ ընտանեկան է, ինչպես նշեցինք, որ 5 շաբթի առավոտյան այդ տեքոր կնիկները հավաքվում են, այ այսպես կռվելով իրար հետ, այո, կռվելով իրար հետ պատրաստում են կաթնապուրը, որպեսզի ով որը պատրաստ կռիվը դրա համար է։ Կամ աղը շատ ես գցել, կամ աղը քիչ ես գցել, այո։ Այ այսպես եւ նստում են ճոխ սեղանների շուրջ ու վայելում են տոնը։ Շատ լավ, ինչ ունենք ավելացնելու։ Ես այս պահին պետք է համբերատար սպասենք ձվածեղը պատրաստի, միայն մի բան ուզում եմ, շատ կարևոր է սա ինձ համար, ուզում եմ ողջունել մեր գործընկերոջը Պողոսին, նա միշտ այս տոնական օրերին եղել է մեզ հետ, սակայն հիմա երկրում չի, եթե նա մեզ ողջույններ Պողոս ջան, միշտ այս տոնական օրերին իր շքեղ ձայնով ծաղկացրել է մեր այս ավանդական եթերները, այնպես որ ողջույն Պողոս ջան, շատ կարոտել եք։ Պողոսի պատրաստած մեղրով Այո, եւ ձվածեղը այսպես ֆենոմենալ էր ինձ համար, ես փորձեցի, շատ լավն էր։ Եվ իմիջիալոց նա շատ ավանդապաշտ տղա է, այսպես ամեն ինչ տեղը եւ շատ լավ խոհարար ու շատ լավ գիտի, որ տոնին ինչ կերակուր պատրաստել եւ այո, ձվածեղը Էս մի քիչ քո պատվին է Պողոս ջան։ Այնպես որ ողջույններ, հուսով ենք շատ լավ եք։ Դե եթե ամեն ինչ ասվեց, արվեց, արդեն արդյունքը տեսնենք հաղորդման ավարտին, այս պահին
ունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում ողջունելու ենք մեր հյուրերին։ Բավական հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ մոտենում է ամենահրաշալի ու պայծառ տոնը, հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրը, իսկ մենք պիտի փորձենք գոնե այդ օրը այս դաժան աշխարհում, հենց գոնե այդ օրը այս մեր հրաշալի երեխաների համար ստեղծել հեքիաթ, տոն եւ գույների փառատոն։ Այս ամենը արդեն հունիսի 1-ին է լինելու, թե որտեղ եւ ինչպես կիմանանք մեր հյուրերից, այնպես որ մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույսի ևս մեկ անգամ բոլորին եւ ինչպես քիչ առաջ արդեն նշեցինք, մոտենում է հունիսի 1-ը, ամենաբարի ու ամենահրաշալի տոնը, որը կարծում եմ, որ յուրաքանչյուր մեծահասակի համար շատ կարեւոր, որպեսզի այդ տոնը փոքրերի համար դարձնենք առավել հեքիաթային, գեղեցիկ ու հաճելի եւ գույներով եւ տրամադրությամբ շատ։ Եվ այս առիթով հենց մեր տաղավարում են Լիլիթ Ադամյանը, Ստուդիո 27 հիմնադիր տնօրեն, քաստինգ տնօրեն, իվենթ մենեջեր եւ Մերի Մելիք Սարգսյանը Երազ Projects-ի մարքեթինգի եւ հանրային կապերի բաժնի պատասխանատու։ Բարի առավոտ։ Բարի ձեզ։ Լավ ենք։ Շատ դուք։ Ինչ լավ է, հրաշալի։ Հավաքվել ենք մեծերով եւ որոշում ենք երեխաների համար կազմակերպել հետաքրքիր տրամադրություն հունիսի 1-ին։ Ինչ է սպասվում հունիսի 1-ին, որտեղ է լինելու, ինչպես է անցկացվելու, ինչպես մասին ավելի լայն։ Կարող եմ հավելել։ Իհարկե։ Ոչ միայն փոքրիկների համար, այլ մեծիկների համար։ Դե յուրաքանչյուր մեծահասակի ներսում ապրում է հենց փոքրը, չէ՞։ Այո։ Եվ ինչ է սպասվում հունիսի 1-ին ու որտեղ։ Մի փոքր ես ներկայացնեմ, հետո Լիլիթը արդեն ժամանցային ծրագրի մասով ավելի կմանրամասնի։ Երազայքում յուրաքանչյուր տարի հունիս 1-ը մենք շատ մեծ պատասխանատվությամբ կազմակերպում ենք, որովհետև մեզ համար բալիկների օրը տոն դարձնելը դա առաջնային, այսպես ասած, խնդիրն է, որին մենք պատասխանատվորեն մոտենում ենք եւ անում ենք ամեն ինչ, որ այդ օրը այգու յուրաքանչյուր մետրը լցված լինի հեքիաթով։ Եվ հենց այդ նպատակով էլ այս տարի խորագիրը ընտրվել է 1000 ու մի հեքիաթ, որովհետև դա էլ անելու ենք բալիկների համար ու մենք վստահ ենք, որ ինչպես արդեն ասեցինք, յուրաքանչյուր մեծիկի հոգում էլ աչքերում էլ ապրում այն փոքրիկ հեքիաթը եւ Լիլիթի հետ երկար մտորելուց հետո, որպեսզի ոչ միայն փոքրիկները այդ օրը հաճելի լավ փորձառություն ունենան, այլ այդ օրը շատ ընտանեկան լինի եւ մեծերի համար եւ փոքրիկների տատիկ պապիկների, որպեսզի մարդիկ գան եւ այդ ամբողջ օրը հագեցած ժամանցային ծրագրում կարողանան լավ ժամանց անցկացնել։ Ժամը քանիսից քանիսն է լինելու նախատեսված տոնը։ Առավոտյան ժամը 10-ից մինչ երևի գիշեր 10։ Օ, 10-ից 10-ը։ Ես առաջարկում այս պահին, այո, մենք փոքրիկ հոլովակ ունենք, դիտենք, որն ավելի ինֆորմացիոն է, հետո վերադառնանք ու շարունակենք զրույցը, խնդրեմ։ Նայում եմ ես հոլովակին ու ասում, ինչու ես փոքր չեմ։ Բայց դուք անպայման կգաք, որովհետև մենք ձեզ կմանկացնենք։ Այ, հրաշալի։ Դե հիմա եկեք հասկանանք այն գործիքները, որով նաև մեծերը մանկանալու են։ Ինչ է սպասվում, ինչեր են լինելու։ Նախ սկսեմ նրանից, որ ամեն ժամը մեկ ակտիվություն է գլխավոր բեմահարթակի վրա լինելու եւ սկսած ներկայացումներից ավարտված խաղերով, կրկեսային համարներով, DJ-ներով անգամ, որոնք Գերմանիայից եւ Վրաստանից են։ Այո, նաև կես ժամը մեկ ինֆլուենսերները իրենց բալիկների հետ կարդալու են հեքիաթներ, նաև ունենալու ենք հարց պատասխան ինֆլուենսեր մասնագետների հետ, որոնց մեջ է կինեզիստը, մանկական հոգեբանը, ընտանեկան հոգեբանը, լոգոպեդը եւ ծնողները կարող են գալ եւ հարցերը ուղղել մասնագետներին։ Ունենալու ենք ակտիվությունների զոնա, որտեղ բազմաթիվ ակտիվություններ են լինելու, ջրանկարչություն, փուչիկա նկարչություն, որոնք նոր են
Հայաստանում, թխվածքաբլիթների վրա նկարչություն, ռոբոտաշինություն, մի խոսքով շատ ակտիվություններ են մեզ այդ օրը սպասում եւ բակային խաղեր, ոչ միայն բակային խաղեր, կլաս, ռեզին, 7 քար, ինտերակտիվ խաղեր, եկեք թող դա մնա գաղտնիք, անակնկալ, կգա։ Սա այսինքն շրջանի մեր փոքրերի համար ովքեր անցել են։ Այո։ Այնպես որ եթե չունեն բալիկներ մարդիկ, հանգիստ կարող են գալ երազայգի եւ մանկանալ։ Մենք շատ կարեւորություն ենք տալիս այն փաստին, որ այգին ոչ միայն լցված լինի ժամանցով, այլ այդ ժամանցը լինի բովանդակալից։ Հենց այդ պատճառով էլ տարբեր կետերում այն ինչը որ անցկացվելու է, հա, լինելու է եւ ինֆորմատիվ, եւ ուսուցողական, եւ ազգային, եւ մշակութային, այսինքն այն ամենը, ինչը որ այդ օրը բալիկին ոչ միայն կապովի գունեղ ժամանց, այլ նա իր հետ այդ օրը ինչ որ բովանդակալից ինֆորմացիա կտանի տուն եւ մենք կիմանանք, որ մեծիկներով այսպես ասած օգտակար ինֆորմացիա ենք փոխանցել մեր երեխաներին եւ մի քայլ ավել մոտեցրել ենք որևէ կարեւոր ճիշտ ինֆորմացիայի։ Եվ քանի որ այգին ինքը մեծ է, ինձ հետաքրքիր է միաժամանակ անցկացվող միջոցառումներ լինում են, չէ՞, այսինքն ոչ թե մի պահ բոլորը մի տեղ են, այլ ընդհանուր միաժամանակ։ Հետաքրքիր կոնցեպտ ենք էլի մշակել այս տարի, այգին ամբողջությամբ զոնավորված է, 1000 ու մի գույն, 1000 ու մի պատում, 1000 ու մի հեքիաթ, 1000 ու մի խաղ եւ ամեն զոնայում արդեն մարդը նախապես կարող է ծանոթանալ ինչ է լինելու ծրագրում եւ կախված նրանից երեխան ինչ տարիքի, ինչ նախասիրություններ ունի, կարող է մոտենալ այդ զոնային եւ շատ ավելի նախապես ինֆորմացված գա, որպեսզի բալիկի համար ժամանցը հետաքրքիր լինի եւ չնայած վստահ ենք, որ այդ օրը շատ դժվարությամբ են բալիկները հեռանալու մեր մոտից, բայց ամեն դեպքում, որպեսզի հնարավորինս կարողանան այն ամեն ինչը նախատեսված է տվյալ տարիքի երեխայի համար, ինքը կարողանա ամբողջությամբ օգտվել այդ ժամանցի ծրագրերից։ Ունենալու ենք մեր գործընկերների կողմից ցուցադրություն վաճառք պրոդուկտների, տարբեր իմիջային բրենդինգի եւ այլն։ Այսինքն կարող ենք հստակ ասել, որ իսկ նվերներ երեխաներին, որտեղ երեխաները սիրում են նվերներ ստանալ։ Իսկ նվերները երեխաներին կգնեն ծնողները մեր ցուցահանդես վաճառքից, այո։ Մենք երեխաներին այդ օրը հենց նվիրում ենք այդ հեքիաթը, որը որ այո, էմոցիան, որովհետև իսկապես կարող եմ ասել, որ նախ ուզում եմ նշել, որ այս տարի մեր ամբողջ թիմը արդեն ձմեռային սեզոնի փակումից հետո մեր թիմը 100 եւ ավել անձանցից է բաղկացած պրոֆեսիոնալներից։ Մենք լծվել ենք երազ այգու նոր շինարարական աշխատանքներից, նոր ամբողջությամբ ավելի բարեկարգ միջավայրի ստեղծմանը եւ դա եւս այն որ բալիկները գալիս, այո, մեզ մոտ արդեն ծառերը անհնար է հաշվել, կանաչապատ տարածք, ապահով անվտանգ, հա, որտեղ որ անվտանգությունից եկեք խոսենք, դեռ յուրաքանչյուր ծնողի համար, երբ որ մասսայական մեծ միջոցառումներ են լինում, միշտ մտածում են, հա, նույնիսկ ենթագիտակցություն, ինչքանով է անվտանգ վայրը, որտեղ շատ մարդ կա եւ ինչքանով կարող են իրենք հանգիստ գալ եւ երեխաների ժամանակ անցկացնել։ Առհասարակ այգում միշտ գործում է 24 ժամ անվտանգության ծառայություն եւ դա հենց այն ամենակարևոր կոմպոնենտներից է, որ մարդիկ երազայգին համարում են իրենց տանը։ Այսինքն դու ցանկացած ժամի կարող ես գալ, երազայգու այսպես ասած դռները միշտ բաց են եւ անվտանգությունը 24 ժամ հետեւում է բալիկներին եւ բոլորին անվտանգ լավ մթնոլորտ ապահովելու համար։ Յանալի բան եք մտածել, որովհետեւ երեխաներին մանկության մեջ պահելը եւ այդ գույները տալը շատ կարեւոր է, իսկ մեծերին հետ տալ նորից իրենց մանկությունը սա նույնպես կարեւոր է։ Բայց քանի որ կան սերունդներ եւ սերունդների բախում, մեր սերունդը օրինակ ուրախանում էր կլասից, ռեզինից եւ բասկետբոլ գործնագործից, հա, գնդակով, այսօրվա սերունդը ավելի համակարգչային է։ Ինչով ենք զարմացնելու այսօրվա սերունդին եւ ինչպես ենք անելու այնպես, որ բոլոր սերունդները հունիսի 1-ը իրենցը համարեն։ Ես վստահ եմ, որ բոլոր սերունդները հունիսի 1-ը իրենցն են համարելու գալով այդ օրը երազայգի, ինչպես արդեն նշեցի, շատ են ակտիվությունները եւ նույնիսկ չգիտեմ արդյոք մի մարդ, որ առավոտյան ժամը 10-ին կգա, երեկոյան 10-ին կավարտի, կհասցնի օգտվել բոլոր ակտիվություններից եւ ստանալ բոլոր այն էմոցիաները, որոնք մենք պատրաստ ենք փոխանցել իրենց։ Ես մոռացա նշել, որ 2 ժամ ազգային պարեր ենք ապրելու, որտեղ թե մեծերը եւ թե փոքրերը կարող են ինտեգրված լինել, կարող են լինել ինտեգրված, ինտերակտիվ է լինելու, այո, ինտերակտիվ է լինելու։
երեխաների համար իսկապես շատ է ժամանցային ծրագիրը 12 ժամ, ես կասեի non-stop 12 ժամ պահել երեխաների հետաքրքրությունը եւ տալ նրանց էմոցիա, դա գերագույն հաճույք է մեզ համար։ Սուրեն ջան, հավելեմ ձեր ասացին, որ մեր փորձը, այսպես ասած, ցույց է տվել, որ երեխաները այդքան թվայնացված չեն, ինչքան մեզ թվում են, եթե նրանց մենք տալիս ենք բովանդակալից եւ հետաքրքիր ժամանցի ծրագիր, հա։ Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել այգու տարածքում եւ կարող եմ վստահ ասել, որ երեխաները շատ մեծ մոտիվացիայով փորձել են զոնայից զոնա տեղափոխվել եւ ինտեգրված լինել այդ բոլոր զվարճանքների մեջ, որովհետեւ դա իսկապես հետաքրքիր է, հա։ Օրինակ մենք ունենալու ենք ռոբոտաշինություն, այնտեղ որտեղ բալիկները, ովքեր ավելի ինժեներիայով են հետաքրքրված կամ ուզում են այդ ուղղությամբ գնալ, ովքեր արվեստի, ովքեր արհեստի, մշակույթի, այսինքն այն ամեն ինչ որ հետաքրքրությունը երեխան կարող է ունենալ, մենք այդ օրը միանշանակ կարողանանք բավարարել եւ կտրել գadgetներից, այսպես ասած։ Շատ լավ, հետաքրքիր բան եք մտածել, սա շատ կարևոր է, որովհետեւ ցավոք սրտի այս դաժան աշխարհում մեր ժամանակներում մեծերը կռիվ են խաղում, իսկ դրանից դժում են փոքրերը, եւ մենք կարելի ասել նրանց մանկությունը ավելի ուրիշ բաների, հա, մոխրագույն գույներով ենք պատում, բայց սա հրաշալի առիթ է, որպեսզի գունավորենք երեխաների մանկությունը, ել ավելի գեղեցիկ, որովհետեւ հավաքվել են էնտուզիաստ մարդիկ եւ որոշել են, որ երեխաների համար պիտի լինի շատ մեծ տոն եւ բազմաթիվ հետաքրքրություններ, շատ կարևոր է։ Լավ, մինչև իհարկե անցնելը հաջորդ թեմայի, ես ուզում եմ, քանի որ օրը ունի խորհուրդ, չէ, այսօր համբարձման տոնն է, իսկ մենք գիտենք, որ համբարձման տոնին նաև վիճակ են հարել, չէ, ջանգյուլումներ։ Մեր ժամանակ դա շատ ընդունված էր։ Հիմա, այո։ Ես չեմ կարող երգել, բայց մենք ունենք այստեղ վիճակի համար բոլոր բանը։ Հիմա ես խնդրեմ ձեզանից երկու իր տակ, որը ձեզ է պատկանում, որտեղ այդպես է եղել, հա։ Ոնց կանենք, ես սա կդնեմ այստեղ, հիմա, այսպես պատահականության շնորհիվ, մի հատը կհանենք կկարդանք, հետո ես աչքերս փակ կվերցնեմ իրերից մեկը եւ կհասկանանք ում էր վերաբերում, այդպես են, չէ, կարդացրին եւ ասել են ում է գնում այս վիճակը, դե, լավ, եկեք պատահականությունը դուք ընտրեք, Լիլի ջան, ծաղիկը չէ, թղթերը, Կարդանք, տեսնենք առաջին վիճակը ինչ է ասում։ Գնահատեք այն մարդկանց, ովքեր գալիս են այն ժամանակ, երբ դուք եք վատ, ոչ թե իրենք։ Եվ տեսնենք ում էր վերաբերում ես խոսքեր։ Ես ումն էր սա։ Իմն էր։ Ձերը։ Դե վերցրեք։ Շնորհակալություն։ Դե Լիլի ջան, սա էլ քանի որ քոնն է, եկեք ես էսպես sense բան, դուք ընտրեք մեկը, որը մենք կարդանք հենց Լիլիթի համար։ Մի վախեցեք հրաժարվել լավից հանուն լավագույնի։ Շատ հետաքրքիր եւ սիմվոլիկ է։ Շնորհակալ Սա ձեզ, այնպես որ ես կարծում եմ, որ այն ամեն ինչ անում եք դուք այսօր երեխաների համար լավագույնն է եւ ամենահետաքրքիրը, հա։ Եվ այսպես հավաքվել են մարդիկ, այնպես որ ես ուզում եմ ձեզ մաղթել հաջողություններ։ Շնորհակալություն։ Եվ համոզված եմ, որ շատ լավ ու հրաշալի տոն եք նվիրելու երեխաներին։ Չեմ ուզում ձեզ առանց նվերների ճանապարհել, որովհետև դուք եք նվիրում մեզ այդ հրաշալի մանկությունը։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից Սափոր սպիտակ գինին։ Կարծում եմ շատ լավ համադրություն կլինի արդեն երեկոյան, երբ երեխաները կգնան տուն, դուք թիմով կնստեք ու կասեք, ահա, ստացվեց տոնը։ Այնպես որ սա ձեզ, որպեսզի տոնը ձեզ համար լինի տոն եւ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, որը դուք եք նվիրում երեխաներին, արև բացիկները, որոնք շատ կարեւոր են, քանի որ այս բացիկները մարդկանց փոխանցում են սեր եւ էմոցիաներ, ինչը դուք այդ օրը կնվիրեք նաեւ երեխաներին։ Այստեղ երկու բացիկ է, մեկը Հայկոյի խոսքերով է, ամենաառաջին ով ինձ զգում ես, մյուսը Նունե Եսայան, Արսեն Գրիգորյան, միայն ես եւ դու ու չկա այլ ոչինչ մեզ համար։ Սա իհարկե դուք արդեն որոշեք եւ նվիրեք ձեզ համար հարազատ մարդկանց, այնպես որ շնորհակալ ենք, որ այս առավոտ մեզ հետ եք։ Շնորհակալություն։ Մենք հավելեցինք, որ միջոցառման մուտքը անվճար է։ Այո, շատ կարևոր բան։ Հունիսի 1-ին Երազայգում կանանիք մեծ միջոցառման մուտքը անվճար է եւ սպասում ենք բոլորին։ Հրաշալի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դե այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա մեր առավոտը։
Այ այսպես տոնական ու գեղեցիկ եթեր ունեցանք այս առավոտ, այնպես որ հուսամ, որ այս ամբողջ ընթացքում մեզ հետ եք, հետևում եք մեր ծրագրին։ Եթե ինչ-որ բան բաց թողեցիք, ապա մեր YouTube-յան ալիքում նույնպես կարող եք դիտել այսօրվա մեր ծրագիրը։ Իսկ հաղորդման վերջում ուզում եմ շնորհակալությունս հայտնել այն տրամադրությանը, որն այսօր բոլորիս նաև կհաղորդի Իջևանի գինու գործարանը ներկայացնելով իր գինների հրաշալի տեսականին։ Հատկապես ռոզե փրփրում բրիզ գինին, որը նախատեսված է օրը ավարտել ավելի հետաքրքիր եւ լավ տրամադրությամբ։ Եվ չմոռանանք նախաճաշի մասին, ինչ իր մեջ կարող է ներառել շատ կաթնամթերք, ինչն էլ ներկայացնում է Էլոլա ապրանքանիշը, սյունած լեռների համն ու հոտը հաստատ կարող է այսօրվա ընթացքում ձեզ տալ ամենակարևոր էներգիան։ Ապրանքանիշը նաև կարող եք ամբողջ տեսականին հարցնել ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում։ Եվ իհարկե ուզում եմ նաև ասել, որ էմոցիաներ նվիրեք, քանի որ հունիսի 1-ն է մոտենում, իսկ արև բացիկները նաև ունեն բացիկներ նախատեսված մեր շատ սիրելի ու հրաշալի փոքրիկների համար, այնպես որ կարող եք բացիկներ նվիրել ձեր երեխաներին, նրանց տոնը ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Բացիկները հարցրեք Տերյան մշակութային կենտրոնում, Կայզեր սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում, իսկ իմ արտաքին տեսքի եւ հատկապես արագեղեցիկ տեսքի համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել Master Right Barber Shop-ին, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Շատ կարևոր է իհարկե այն ամենը, ինչը շրջապատում է մեր եթերին եւ մեր տրամադրությանը։ Համեղ տրամադրությունն էլ այս պահին խոհանոցում է։ Հիմա ես խոսքս փոխանցում եմ Ադրինեին հասկանալու համար, թե ինչ պատրաստվեց այսօր։ Ադրինե։ Շնորհակալ եմ Սուրեն ջան։ Իմ շատ թանկագին հեռուստադիտող։ Այսօր շատ գեղեցիկ տոն է։ Հուսով եմ դուք կհետևեք ավանդույթին եւ մասնակից կդառնաք, մի փոքրիկ մաս կկազմեք այս տոնի եւ իհարկե ձեր տներում էլ այսպիսի ավանդական ամենապարզ բաղադրիչներով պատրաստված սեղաններ կունենաք։ Այսօր պատրաստեցին կատնապուր, ամենակարևոր կերակուրը ունենք փոխինձով խավից եւ իհարկե շատ պարզ հասարակ ձվածեղ, որը պատրաստվեց համեմվեց վերջում ուրցով։ Այստեղ ունենք մեր ավանդական կանաչիները, պանժի տեսականին եւ իհարկե լավաշ։ Էլ չասեմ այս թանկարժեք նվերի մասին, գաթան, որը բերեցին մեր հյուրերը։ Այսպես։ Շատ համեղ է այսօրվա մեր առավոտը եւ օրվա խորհրդին համաձայն, արի եւս մեկ վիճակ անենք մեզ համար։ Մի հատ դու ընտրի այստեղից։ Առանց նայելու։ Բայց դու պետք է կարդաս, որովհետեւ ես ակնոց չունեմ այս պահին։ Ահա, Ադրինե ջան, ուրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում։ Դե մի հատ էլ ես ընտրեմ։ Շատ ուրախ եմ։ Եվ այսպես միտքը ուժ ունի, միշտ դրական է պետք մտածել, այո։ Հզոր խոսքեր, ընդհանրապես երկուսիս բաժին հասած այս խորհուրդը շատ հզոր խորհուրդ է եւ իհարկե մենք աշխարհը պետք է գեղեցիկ տեսնենք, ուրախ տեսնենք, մեր մտքերը պետք է դրական եւ պարզ ուղարկվեն տիեզերք, որպեսզի հետադարձ պատասխանը լինի այ հենց այդպեսին։ Այո, սիրելիներս, լավ եղեք, լավ մնացեք, հետևեք ձեզ, փորձեք ձեր օրը դարձնել անկախ ամեն ինչից, անկախ կատարվող իրադարձություններից, փորձենք մեր սիրելի մարդկանց, մեր շրջապատի ոչ միայն հարազատների սիրելիների, այլ մեր ընդհանրապես մեր կողքը բնակվող ապրող մեր մարդկանց, բոլորի համար դարձենք օրը առավել գեղեցիկ, ինչպես առավոտյան Ադրինեն արդեն մեր բոլորից օրը դարձրեց ծաղկաշատ եւ ճանապարհին հեռուստատեսություն գալիս, Դավթաշենի բոլորը բաց այգիներից մի փունջ ծաղիկ հավաքելով մեր օրը դարձրեց ավելի ծաղկային։ Տոնը ստիպեց ժողովուրդ ջան։ Այնպես որ եթե առավոտ արտանանք եւ ձեր այգուց մի փունջ ծաղիկ պակասած տեսնեք։ Եթե 0.2-ից տեսնեք, չզարմանաք։ Մեր տաղավարում են ծաղիկները։ Դե այսպեսին էր այս առավոտը, ուրախ հրաշալի տոնին համահունչ եւ իհարկե գեղեցիկ արևով։ Այսօր այսքանը։ Այսօր այսքանը, լավ մնացեք եւ իմացեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում։ Եվ չմոռանաք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։